Օգոստոսի 21-ին շնորհավորանքներ են հղվել Սուրբ Էջմիածին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ 75-ամյա Հոբելյանի առիթով մայրաթոռում հայրապետին նախ շնորհավորեց եպիսկոպոսաց դասը։ Տեր-Նարեկ եպիսկոպոս Ավագյանը սրբազանների անունից դիմելով Նորին Սրբությանը մաղթեց երկար տարիների կյանք, քաջառողջություն, հոգևոր ու ազգային առաքելությունն իրագործելու անսպառ կորով։ Սրբազանն ընդգծեց հայրապետի հայոց եկեղեցին նույն ջերմեռանդությամբ առաջնորդելու անհրաժեշտությունն ու կարևորությունը հատկապես այս բարդ ու պատասխանատու ժամանակաշրջանում։ Վեհափառ հայրապետին դարձյալ ու վերստին մաղթենք, որպեսզի խաղաղությամբ, առողջությամբ, իր լուսավոր նպատակներին ընդառաջ շարունակի առաջնորդել հայ եկեղեցու նավը, իր օրհնությունը ջամփելով, բաշխելով մեր ժողովրդին, ստանալով ամենակալ Աստծուց իր աղոթքի պատասխանները։ Վեհափառին շնորհավորական մաղթանքներով սպասում էին նաև եկեղեցու քահանաներն ու սարկավագները։ Իրենց որդիական սերը բերելով հայոց հայրապետին, քահանա հայրերը մաղթեցին կենաց արևշատություն, արդյունավոր ու անսասան հովվապետություն, ի պայծառություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն հայրենիքի։ Վեհափառ հայրապետի գահակալության 27 տարիները ծաղկման շրջան են մեր եկեղեցու և ժողովրդի կյանքում, նշեցին հոգևորականները։ Հայ եկեղեցին այսօր ներկա է հայոց կյանքի բոլոր ոլորտներում։ Հայրապետի յուրաքանչյուր երազանք կապված է մեր ազգի, հայրենիքի և ժողովրդի հետ։ Այո, դժվար ժամանակներ են և ես առավել քան վստահ եմ, որ յուրաքանչյուր դժվարությունից հետո գալիս է խաղաղության, հաջողության, նորանոր ձեռքբերումների շրջան։ Եվ աղոթում եմ, որպեսզի Աստված այս փորձությունների միջով Վեհափառ հայրապետի գլխավորությամբ նաև մեր եկեղեցուն հնարավորինս շուտ դուրս բերի, որպեսզի մենք էլ կարողանանք ոչ միայն պարզապես գալ եւ Վեհափառ հայրապետի օրհնությունը ստանանք, ինչպես որ միշտ ստանում ենք, այլ մենք էլ փորձենք որպես հոգևորականներ այնպիսի խաղաղ պայմաններում կենսագործենք եւ մեր հոգևոր ծառայությունը մատուցենք, որպեսզի կարողանանք նաեւ մեր ձեռքբերումներով, մեր հաջողություններով ուրախացնենք մեր սիրելի հայոց հորը։ Նորին Սրբությունը երախտագիտություն հայտնելով ջերմ խոսքերի ու բարի մաղթանքների համար իր օրհնությունն ու գնահատանքն ուղղեց հոգևոր ծառայության մեջ իրեն լծակից եկեղեցական դասին, ամբողջանվեր ու նախանձախնդիր սպասավորության համար։ Հորդորեց զորավոր հավատքով, ամուր կամքով ու սիրով շարունակել իրենց սրբազան առաքելությունը հանուն հայ եկեղեցու պայծառության եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության։ Վեհափառ հայրապետի մեջ հատկապես վերջին շրջանում գնահատելի էր այս դժվարին ժամանակահատվածում սառը դատողությամբ առաջ շարժվելը ու հավատարիմ մնալը հայոց եկեղեցու ճշմարիտ ավանդներին։ Վեհափառ հայրապետը կարողացավ ցանկացած դժվարություն հանձնառնել իրական նվիրվածությամբ ու առաջ շարժվել հանուն հայոց եկեղեցու պայծառության։ Սա մի առաքինություն է, որին որ կարծում ենք մենք էլ պետք է հետևենք բոլոր հոգևորականներս։ Վեհափառ հայրապետը սարկավագների համար ըստիս բացառիկ հոգևորականի օրինակ է, նամանավանդ այն պարագային, երբ որ ամեն օր շփվում, առնչվում ու անձնապես տեսնում ենք Վեհափառ հորը, դա միայն մեզ համար, կրտսեր սպասավորներիս համար ուրախանալու, հպարտանալու ինչ որտեղ նաև մեծ առիթ է եւ նաև առիթ է ամեն օր եւ ամեն ժամ միայն սովորելու եւ սերտելու։ Վեհափառ հորը շնորհավորեց նաև մայրաթոռի աշխարհիկ պաշտոնեությունը։ Հայրապետն իր երախտագիտությունն ու գնահատանքի խոսքը հայտնեց տարեդարձի կապակցությամբ շնորհավորելու եկած հոգևորականներին ու աշխարհականներին, գոհունակությամբ անդրադառնալով նրանց անսակարգ նվիրումին ու հավատարիմ ծառայությանը։ Թե անցյալում, թե այժմ հոգևորականների եւ աշխարհիկ անձանց լծակից ջանքերով է շարունակում ամուր մնալ մեր հոգևոր եւ ազգային կյանքը, ասաց հայրապետն ու ընդգծեց յուրաքանչյուրի ծառայության կարևորությունը։ Հայոց հայրապետի 75-ամյակի կապակցությամբ իրենց շնորհավորանքները փոխանցեցին նաև Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում հայագիտական դասընթացների մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները։
Մայրաթոռում ապրող եւ սովորող երիտասարդները դեռևս ոչ լիարժեք, սակայն անկեղծ ու ջերմ հայերենով շնորհավորանքներ հղեցին հայոց հայրապետին, մաղթելով նորին սրբությանը արևշատ օրեր եւ երկար տարիների կյանք։ Անուշ Առաքելյան, Սուրեն Տեր-Գրիգորյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։